Իսկ դուք երբևիցե մտածել եք, թե ինչու են ձեր մատերի ծայրերն այդքան զգայուն։ Դրանք մեր մարմնի ամենազգայական մասերն են, լի փոքրիկ սենսորներով, որոնք կարող են զգալ նույնիսկ մազից բարակ փոփոխություններ։ Բայց այս ֆիզիկական ճշգրտության տակ թաքնված է էներգետիկ գաղտնիք։ Հին ուսմունքների համաձայն մեր մատները տիեզերքի 5 հիմնական տարրերի բանալիներն են։ Յուրաքանչյուր մատ ներկայացնում է տարբեր տարր եւ կառավարում է մեր ներքին կյանքի ուժը։ Բութ մատը կրակն է, մեր կամքը եւ մարսողությունը։ Ցուցամատը օդն է, մեր շունչը եւ մտքերը։ Միջնամատը տարածությունն է, եթերը։ Մատնեմատը երկիրն է, մեր կայունությունը։ Բեյս ճկույթը ջուրն է, մեր զգացմունքները։ Երբ մենք մատները միացնում ենք հատուկ դիրքերում, մենք փակում ենք էներգիայի շրջանը։ Սա թույլ չի տալիս մեր կենսական ուժին ցրվել, այլ կենտրոնացնում է այն ներսում։ Օրինակ, բութը, մատնեմատը եւ ճկույթը միացնելով իրար մեզ դարձնում են ավելի կայուն եւ քաջ։ Այս կերպ մենք ուղղակիորեն աշխատում ենք մեր վախի եւ անհանգստության հետ։ Մատների այս դիրքի կարեւորությունը տեսնում ենք նաեւ բոլոր կրոններում։ Բուդդայի արձաններում բաց ափով բարձրացված ձեռքը կոչվում է անվախության ժեստ եւ խորհրդանշում է պաշտպանություն։ Քրիստոնեական սուրբ նկարներում Քրիստոսի օրհնող ձեռքի դիրքը նույնպես գաղտնագիր է։ Մատները ձևավորում են այս տառերը, որոնք համարվում են Հիսուս Քրիստոս բառերի հապավումը։ Այս ժեստը ոչ միայն անուն է հայտնում, այլև հիշեցնում է հավատքի կարևոր ճշմարտությունները, սուրբ երրորդությունը եւ Քրիստոսի երկակի բնույթը։ Այս էներգիայի փոխանցումը տեղի է ունենում նաև խոհանոցում։ Երբ մենք ձեռքով ենք պատրաստում ուտեստը, մեր մատների ծայրերով մենք փոխանցում ենք մեր կյանքի ուժը սննդին։ Եթե օրինակ խոհարարը լարված է, նա այդ լարվածությունն է փոխանցում։ Իսկ եթե պատրաստում ես սիրով եւ դրական տրամադրվածությամբ, ապա այդ հավասարակշռությունն է փոխանցում։ Եվ թերևս հենց սա է պատճառը, որ նույն ուտեստը երկու տարբեր մարդկանց դեպքում կարող է ունենալ լրիվ տարբեր համեր։ Մեր մատները սննդի եզրափակիչ էներգետիկ զտիչն են։ Մատերի ծայրերի բարձիկները ոչ միայն զգայական գործիքներ են, այլև ճշգրիտ անջատիչներ, որոնք կարող են կառավարել ձեր ամբողջ էներգետիկ համակարգը։ Միացրեք ձեր մատները գիտակցաբար։ Դա ձեր ուժի կենտրոնն է։ Լայքիր տեսանյութը, եթե այն քեզ հետաքրքիր էր։ Ինչպես նաև բաժանորդագրվիր Արգամ բլոգի էջերին, որպեսզի հետագա հետաքրքիր հաղորդումները դիտես առաջինը։ Մեկնաբանություններում գրիր քո կարծիքը այս թեմայի վերաբերյալ։ Դες ձեզ հետ Արգամ Ռոբերտին էր։ Կհանդիպենք հաջորդ հարմար առիթի դեպքում։